Ջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 8-ն է, անդրադառնանք ինչ նորություններ ունենք։ Արդեն ուզում սկսել Մուշե Գարշոյանի խոսքերով պոետա Ձոլիմիդոյի մեջ։ Աշխարհում ամենամեծ կորուստը մարդու կորուստն է։ Երկրի հողի կորուստը ծանր կորուստ է, բայց հողը անմահ է։ Հողն ուրիշ տեր չի ընդունում։ Հողը իր տիրոջ հետ արյունակից է։ Ու իր արյունակցին կսպասի։ Կսպասի ու օրերից մի օր կհանդիպի նրան։ Հողը կորուստ, անդառ կորուստ չէ։ Մարդն անդառ կորուստ է։ Երիցս ճիշտ է, Մուշե Գարշոյանը։ Եվ հենց այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակել ապրել, խնայել մարդկանց, ամեն ինչ անել, որ նախ մարդիկ առողջ լինեն, ողջ լինեն, մեր կողքը լինեն, որովհետև մեկը հողը ուրիշ տեր չի ընդունում։ Մենք վաղ թե ուշ վերադառնալու ենք, որովհետև այդ հողերի տերերը մենք ենք։ Մենք ենք այդ հողերի վրա զգում հոգևոր էներգետիկ կապվածությունը։ Ուրիշ ոչ մեկ։ Այդ հողերի վրա ուրիշներն են տենում երկրաշարժներ։ Մենք չէ։ Որովհետև այդ հողը իր բնակչին է ուզում։ Բնությունը տենց է կառուցված։ Իսկ հիմա գնանք այսօրվա նորություններին։ Միասին լսենք։ Чтобы стать удачливым диктатором, вам потребуются дураки в больших количествах. Объясняю, что такое дурак. Это когда человек не улавливает причинно-следственные связи. Вы гарантированно сделаете его жизнь хуже, но до него это не дойдет. Ինչ ասում։ Ասում է բռնապետ դառնալու համար պետք է ուղղակի ապահովել համապատասխան քանակությամբ հիմարների։ Ինչա հիմար։ Հա։ Հիմար, որը չի հասկանում պատճառի հետևանքային կապը։ Չի հասկանում ուղղակի։ Դուք կարող եք իր կյանքը դարձնել դժոխք։ Ինքը դա չի հասկանա։ Եթե միևնույն ժամանակ, ասենք շարունակություն։ Он все равно будет вас поддерживать. Как привлечь дураков на свою сторону? Ասում մեկը ինքը քեզ ուզում ես սասկի կյանքը դժոխք, ինչպես Հայաստանում, մեկը ինքը շարունակելու է քեզ աջակցել։ Ինչպես են այդ հիմարներին քաշում իրենց կողքը։ А вы им говорите про величие, что они самые умные, самые духовные, самые... Ասում խոսեք բարձր բանի մասին, որ իրանք ամենախելոքն են։ Ամենահոգևորն են։ Հապարտ քաղաքացի են։ Հապարտ։ Դա Պուտինն էլ նույն բանն է ասում են։ Что духовный скрепերի մասին է խոսում։ Նույն ձեռագիրն է։ Мы прекрасные, их кроме вас больше никто не хвалит. Որովհետև ասում է իրանց դրանից բացի ոչ մեկ չի գովացել, ոչ մեկ այդ բառերը չի ասել։ Ինքը երկրի տերն է, ինքը հպարտ է, որտեղ հարկատու է, ինքը պետք է հպարտանա դրանով։ Հպարտանա, որ իրեն խուն տարեսպանել են, որովհետև դա սպանել են պետականություն ձեռք բերելու համար։ Խաղաղության համար եք սպանել։ Вот они уж-то и развесят. Դե ասում է իրանք էլ ակաժները կախ շանակել են լսել, եթե նույնիսկ միևնույն ժամանակ իրենց կյանքը վերածում եք դժոխքի։ Ինչ հեշտ բանաձև չէ։ Ու ինչ հարմար օգտագործում։ Այդ ասելով չի։ Այդ ոչ իմ, ոչ ընդդիմության, ոչ էլ որևէ մեկի ասելով է։ Ժողովուրդը գիտի իր ձայնը կեղծվել է, թե չի կեղծվել։ Ժողովուրդը պետք չի ինձ հարցնել, պետք չի սուրճի բաժակ շրջել։ Ժողովուրդը գիտի իր Պետք չի իրան հարցնել, ժողովուրդը գիտի ամեն ինչը կեղծվել է, թե չի կեղծվել։ Ես ուղղակի զարմանում եմ այս վերագրողների համբերության վրա, որ դեռ այս կարգի ոչ թե հարց են տալի, սան հարց տալ պետք չի, ժողովուրդ ջան։ Սա վրա մեղադրանք է պետք կարդալ։ Մի քանի վերագրող կան, դա իդեալական անում են։ Ուղղակի դա փաստի վերաբերյալ մեղադրանք է պետք կարդալ, որ ինքը սկսի արդարանալ։ Հարցեր տալ, սրան պետք չի, սա ներն է, հասկանում եք։ Օրինակ, այս մյուս դիկտատորը, որ հաջողացել է նույն ճանապարհով, ընջալոց նաև Նիկոլ Փաշինյանի օգնությամբ հիշեցնեմ, որ երբ որ իրենց մեջ խնդրեմ կար իրենց մոտ, հա, հապկը այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր ղեկավարում, եւ մի գիշերվա մեջ հապկը զորքերով գնաց Տոկաևին փրկելու։ Եվ Տոկաևն էլ անգնում նույն Պուտինի ժամանակով
զրոյացրել է իր կառավարման ժամկետը, վերջ, զրոյացնում է կառավարությունը։ Եթե ինչի Պուտինը կարա, ես չեմ կարող, ունեք ինչի։ Ու տարօրինակ չէ, որ նույն այս հեռախոսների հետ կապված այս վերահսկողությունը Ղազախստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, հիմա Հայաստանում են ուզում անել, նույն մոդելն են ուզում աշխատել, բայց հիմարներին սա հասանելի չի, հիմարներին սա ոչինչ չի ասում։ Ես մի քիչ այդ հիմար բառի հետ ուղղակի համաձայն չեմ, հայերենում այդպես լավ չի հնչում։ Դուրակ ռուսերեն ինչ որտեղ հնչում է։ Ռուսերեն ավելի լավ բառ կա, բիդլը։ Հայերեն այդքան լավ չի հնչում, համապատասխան նախիրը։ Չէ, բիդլեի մեջ ինչ-որ մի քիչ բանել կա, էլի, կերպարել կա, էլի, մի խոսքով։ Գնանք առաջ։ Ինչալոց, եթե հիշում եք 2 օր առաջ Փաշինյան Նիկոլը վազել էր Եկատերինբուրգ Միշուստինի հետ, երկար բարակ ժպտացին, խոսացին իրար հետ։ Փաշինյան Նիկոլը խոստովանեց, որ ինքը ոչ միտեղ չի գնալու, հայտարարեց դրանից մի օր առաջ, որ հանրաքվե չի անելու Եվրոպա մտնելու համար։ Ռուսաստանից թույլ տվեցին, որ մանդատները վերցնեն, մտնեն խորհրդարան, թող Նարեկ Կարապետյանը մեր բանականությունը չբռնաբարի, իբր դա հետ կապ չուներ, մի խոսքով։ Եվ ասեցին արի, թողում ենք քեզ գաս Եկատերինբուրգ։ Ոչ Կրեմլ, ոչ Մոսկվա, ոչ թե Փաշինյան Նիկոլին տեսնելու, այլ Միշուստինին գնել Եկատերինբուրգ։ Լրիվ ասենք կարելի է փոխարեն նախարարը գնալ, էլի։ Նիկոլին իջացել են այդ մակարդակի վրա, որտեղ ինքը պետք է խոստովաներ, խաբեր, ընդ որում չեմ ասում խաբեր, որովհետև մի ձեռքով, դուք նայեք ինչ է անում, մի ձեռքով Հայաստանում շատ բանկեր խստացում են կանխիկ ռուբլով մուտքագրելու պայմանները, այ մի զրով վազում է Ռուսաստան, որ ասի մենք ոչ միտեղ չենք գնում, մենք ձեր ճորտն ենք, հավերժ և անմնացորդ։ Այստեղ բոլոր կողմերը հասկանում են, որ բոլորը ստում են, բոլորը իրար խաբում են, ում ինչ պետք է, երբ պետք է ասում է, գլուխները տպտմբացնում են, իբր իրար հավատում են, և Ռուսաստանը շարունակում է իր քաղաքականությունը և ասում է, հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կիլոգրամից ավել միրգ, բանջարեղեն և այլ բուսական ապրանք դուրս հանել։ Վերջ։ Բրծավ հեքիաթը։ Իսկ ամենակարևորը գիտեք որն է, ախր ես ասում եմ, չէ, Նիկոլ ընտրողները պետքա ոնց ասեմ, որ համ շատ դաժան չհնչի, համ YouTube-ը չարգելափակի, շատ ծանր գին վճարեն, շատ ծանր գին։ Ասում է Փաշինյանին ենք ընտրել, որ այսօր գործանը փակեն, 500 հոգով մնանք փողոցում, կոնյակի գործանի աշխատակից։ Բա ինչ պիտի անենք։ Դուք եթե փողոցում մնալով բացնի ձեր խնդիրը, լավ է դեռ։ Չէ, դուք փողոցում մնալով չեք վերջացնելու ձեր կադրը։ Փաշինյան ընտրողը սա դեռ սկիզբն է։ Ես մի հատ լավ աղջիկ գրել էր, ախր մենք էլ ենք, ապրում կողք կողքի, սենց թացը չորի հետ վարվելու է գնա։ Գիտեմ։ Բայց սանք ավելի շատ են վարվելու։ Գիտեք ինչի։ Որտեղ մենք գիտենք, որ ինքը մեր թշնամիները, գործողությունները մեր նկատմամբ թշնամական է, մենք իրենց ակնկալիք չունենք։ Իսկ այս տխմարները ձայն են տվել։ Համել դուրսն են մնացել։ Շատ վատ է լինելու ձեր վիճակը։ Եվ մեզանից ներողամտություն մի սպասեք։ Սա չի ներվում։ Սա դեռ սկիզբն է, ասել եմ, չէ, դուք Նիկոլ Փաշինյանին ընտրողներ, տարբեր ձևերով դուք սրա համար պատասխան եք տալ։ Տարբեր ձևով։ Գնանք առաջ։ Կոնյակի գործարանը փակված է, չի աշխատում, միրգ արտահանելը 10 կիլոից ավել չեն կարող արտահանել, բայց արդյունաբերության թողարկման ծավալներն աճել է 12%-ով։ Այսօր այս հայվանն է գրում իր Facebook-յան էջում, վերջ, լավ, աղբեր ջան, ինչ ուզում, երբ ուզում ասում են։ Իրանց լսողների համար սա պետք է։ Իրանք չեն էլ հասկանում ինչ է նշանակում 12%։ Երևի գիտեն լավ բան է։
Լուրջ։ Ինքն էլ հասկացեք, Փաշինյան Նիկոլին ընտրողը ինտելեկտուալ ինչ մակարդակ պետք է ունենա, որ ինքը նույն տոկոսից հասկանա, չէ՞։ Դրանք մի բան է համարեն ընտրել, որ կոնյակ արտահանեն, ընտրել են ու չի արտահանվում։ Ընտրել են, որ իրենց լոլիկն ու պղպեղը արտահանեն, չի լինում, ծիրանը արտահանեն Փարիզ։ Չի լինում, չի լինել։ Դուք պետք է լերի թքեք։ Դուք անես դառը պետք է վճարեք այս անեն, չէ՞։ Ես այսօր ամբողջ օրը ինձ բռնում եմ այդ մտքի մեջ, որ իմ մոտ քիչ-քիչ վերանում է կարեկ ցանկը։ Ու ինքս ինձ հետ խոսում եմ, թշնամու նկատմամբ կարեկ ցանկը ինչ է։ Նիչեն լավ է ասում, գտասրտությունը մանկասպանի նկատմամբ գտասրտություն չի թուլությունը։ Սրանք ոչ միայն մանկասպան են, սրանք ամեն ինչա սպանեն։ Նիկոլ Փաշինյան ընտրողները ամեն ինչա սպանեն։ Հետևաբար ոչ մի տեսակի գտասրտություն իրենց նկատմամբ չի կարող լինել։ Այո, դա թուլությունը։ Դա թուլությունը, մեզանից ոչ մի բան չսպասեք։ Լսեք այս թվերը, գլխով տմբացեք ու նայեք, տեսեք ձեր աշխատանքը, ձեր ստեղծածը, ձեր այգիները ոնց է չորանում ու վերանում։ Սա ռեալ իրականությունն է։ Այս դրանց մասին Սարգսյան ասում է ցավն այն է, որ անգետ ու անդաստիարակ լինելուց այլևս չենք ամաչում։ Հա։ Չենք ամաչում։ Ես իրանց կներեի թերևս, ինչպես ներել եմ միշտ Նիկոլ բանը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ընտրողներին, ներել եմ էլի, թշնամություն չի եղել, գիտեք ինչի։ Որովհետև դրանցից ոչ մեկը իրենց այլանդակ ու անդաստիարակ չի պահել։ Նենց ոնց որ Փաշինյան Նիկոլին աջակիցներն են պահում։ Գիտեք ինչ եմ տենց ագրեսիվ ու լկտի ու զզվելի, որտեղ իրենք գիտեն, որ կեղտոտ են։ Իրենք գիտեն, որ փաստարկներ չկա։ Միակ զենքը դա հայոյելն է։ Դա կեղտոտ այդ ունիտազ բերանները բացելն է, ցպնել։ Նայում ես, դու բան չես ասելու, ոչ մի բան չես, բայց սկրած բացում ես ոչ նկար կա, ոչ կենսագրություն կա, հասկանում ես, որ այնտեղ մարդ չկա այս ամեն ինչի հետևում։ Կարող է մարդ հա գրել, բայց կենսագրություն չկա այնտեղ էլի։ Որովհետև մարդը ինչ է։ Մարդը տեսակ է, պատմություն է, անցած ճանապարհ է, ոնց նայում ես, հասկանում ես այնտեղ բիոզանգվածը կա, բայց ասենք մարդկության մեջ հետք չի տողել, էլ ասենք ինքը որ չլիներ, հարևանները չէին իմանա, որ ինքը չկա։ Այսպես տեսակներ են։ Հա, ցավնել են այն լավ, որ անդաստիարակ երևալուց էլ չենք ամաչում, բայց Վարպետ ջան գիտեք, որ նա նաև խնդիր է, որ ոչ միայն չենք ամաչում, այլև չենք ամաչում արդեն դրանց աջակցելը, չենք ամաչում արդեն դրանց հանդուրժելը, այ իմ ու քո ոլորտի մարդիկ թվացյալ մտավորական, թվացյալ ինտելեկտուալները սիրով հանդուրժում են այդ ամեն ինչը, շատ սիրով, ես ասեմ։ Անես չի, որ իրանցից մարդ չի ընտրել Նիկոլին ընտրել են, ես գիտեմ, չէ, նայում եմ, չէ, ով ինչ անում, չէ, ես ասենց 10 մատերից նման գիտեմ, նայում եմ, չէ, ընկեր չի, մեկն էլ վախից բլոկ արել, որ չտեսնեմ ընդ Տիգրան Ավինյանը գովազդում իր այջի վրա։ Հա, տեսեք, ես այս ընտրությունների ժամանակ անենց հարվածներ եմ տարել հոգեբանական, ոչ թե մենակ Նիկոլի վերարտադրվելը, չէ, կորուստներ, մարդկանց նկատմամբ հավատի կորուստ, ընդհանրապես մարդկության նկատմամբ հավատի կորուստ։ Դամար հիշում եք, Մեհեր Մկրտչյանի ծննդյան օրը ասում էի, ինչ ափսոս որ գնաց, բայց ինչ լավ է որ շուտ գնաց։ Նույնն էլ Սերժ Սարգսյանը, ես ինչ իմանամ, իրանք այսօր ինչ կանեին։ Բավոր հանկարծ Տիգրան Մասուրյանն ունեին, բավոր հանկարծ Ռոբերտ Ամիխանյան դառնային, կամ մնացածները ասենց լուր նստած են։ Հա, Վարպետ ջան, այլանդակությունը նաև իրենց տեխնոլոգությունը, որովհետև այլանդակությունը ունի հակաթույն, դա բարեկրթությունն է։ Եվ այդ բարեկիրթ մարդը մտել է իր սենյակ, ես չեմ խանգարում, ես չեմ խառնվում, հանկարծ կարող խառնվեմ, չէ՞ որ գլխավոր այլանդակը Փաշինյան Նիկոլն է, այդ ամեն ինչ իր ուղղությամբ է, իր հորդորներով է, իր ուղղորդությամբ է գնում։ Նրանք մտել են իրան սենյակները, հանկարծ չհակադրվեն, հանկարծ
Դե եւ ոչ չես հակադրվում, դու դառնում ես մասնակից այդ անդաստիարակությանն ու այլանդակությանը։ Ինչ տարբերություն դու դա իրականացնողն ես, թե ուղղակի մասնակիցը քո լռությամբ։ Չէ՞ որ ցանկացած մեկը որ ամբիցիա ունի, կարծիք ունենա, տեսեք ինչ եմ ասում, կարծիք ունենալու ամբիցիա։ Որտեւ իմ համոզմամբ ամեն մեկը չի որ իրավունք ունի կարծիք ունենալ, այն էլ հանրային։ Եթե դու ամբիցիա ունես հանրային կարծիք ունենալ, ուրեմն բարի եղի պատասխանատվություն վերցնես հենց այդ հասարակության թերությունների նկատմամբ։ Եթե դու այդ հասարակության թերությունների նկատմամբ պատասխանատվություն չունես, ձենդ կտրի ու վերենգի քո տեղը։ Զբաղվի ինչպես շարքային բեմի փոշի, քո փոշին մաքրելով։ Այսքան բան։ Գնանք առաջ։ Մտնենք սա։ Իմ սոցիալական հարցեր, եւ դա վերաբերվում է հենց իմ սոցիալական հարցին։ Ես չեմ սիրում քարոզություն, որտեղ որ կա շատ կոպիտ խախտում։ Այդտեղ կա կոպիտ խախտում։ Եթե ուրիշ բան դու բաժանես այդ քարտեզը որպես պատմական Հայաստան, ուղղակի ասես սա մեր պատմական Հայաստանն է, ինչ որ մի բարի լուր տարածես, լավ երեխաներին ինֆորմացիա տաս։ Մենք բաց լուր ենք տարածում։ Բերում ես կցնում ես երեխայի դոշին, ասում ես սա է, վրանը գրած է մեր իրական քարտեզը, դու դրանով մոլորության մեջ ես մտնում մեր երեխաներին։ Դա իրավախախտում է եւ ես նորից կոչ Ուրեմն մեր երեխաներին դու երեխաներ չես կարող ունենաս, այ մանկասպան։ Դու ոնց կարող երեխաներ ունենաս, կամ մեր երեխաները քո երեխաները ոնց կարող են այ մանկապիղծ։ Դուք բոլոր նիկոլներ եք։ Դուք ոնց կարող եք երեխա ունենալ, մեր երեխաներն լինեն ձեր երեխաները, դուք մանկասպան եք, արա։ Դուք մանկապիղծ, մանկասպան եք։ Ո՞վ եք դուք որ մեր երեխաների անունից եք խոսում։ Լսենք շարունակություն։ Չեմանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ըստ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի դիտարկել, որ պատասխանատվության ենթարկել նման մարդկանց, նման քարոզություն անողներին։ Նույնպես եթե կան Թազա Դանիել Իոնիսյան ենք ստացել, էլի։ Թազա Դանիել Իոնիսյան։ Լսում ես Վարպետ ջան։ Այդ չենք վախենում, չենք ամաչում։ Անդաստիարակ Երևանից, բա։ ուրիշ կազմակերպություններ, որոնք որ շատ կան, Նա ինչ ասում, բան կապ չունի նա։ գալիս են ասում են մենք ավելի լավ ենք Հիսուսին ճանաչում, արի մենք քեզ բացատրենք ոնց է ինչա, ոչ, պետք չի մեզ բացատրես ոնց է ինչա։ Դու էլ պետք չի մեզ բացատրես մեր մեծ հայքի մասին եւ այլն։ Ով որ հանկարծ Ինձ թվում է անցած անգամ որ քեզ 100 հոգի հարադարձավ, այս անգամ 1000 հոգի քո նմանին հարադառնալու։ Ես էլ նպաստում եմ դրան։ Իժոք նպաստում եմ։ Մատարեք, խոսներս, փոխանցեք, սրանով որ ճանաչում եմ։ Վերաբերմունքս խորքային գարշանք, այն ինչ որ ասեցի ուժի մեջ է, խորքային, հա։ Դե եթերս ուղակի ավելին թույլ չի տալի ասեմ։ Բայց թող այս եթերով գնա ոչինչ, Անդրանիկի խոսքին։ Ես միանում եմ։ Շարունակենք էլի։ չասեք, վայ, ոնց ես բռնել եք տալիս եւ այլն։ Դուք եք ինքներդ ձեզ բռնել տալիս։ Այսքանով իսկական ճիշտ բացատրեցի եւ ուզում եմ ավելացնել, որ շատ շնորհակալ եմ իմ հետևորդներին, շատ Հասցի հետևորդին։ Հա, մեկնաբանությունների 90%-ը թռել են դեն։ Շատ շնորհակալ եմ։ Այդ վստահ հետևորդներին համար ծաղկենք եւ զորանանք։ Կեցե Հայաստանի Հանրապետություն։ Տեսակ, քեր Ու ես Նիկոլը երեխեքից ախոսում, մեր երեխեքին։ Արա դուք երեխա սպանող եք, այ Նիկոլի ծնունդն է։ Ախր, այս ամեն ինչը մի օր փոխվելու է։ Ախր մի օր կամ թուրքն է գալու, կամ մենք ենք վերադառնալու, հասկանում եք։ Այս ձեր այս քարտեզները հետևանքներ, լսենք ինչ ասում Անդրանիկ։ Հիսուսի անունը տարի ես ինչ էր ասում։ Արա դու չես կարող քրիստոնյանն ես, դու անգամ հուդա չես։ Արա դու եթե ինքդ քո մեջ հարգվես, քեզ ուրիշները չեն պախարակի։ Հայաստանի ամենաառաջի թշնամին թուրքերը չեն, այ քո նման թուրքանման հայերը։ Մեղավորս թե ճակատագրերը չեն, այ քո պես չապլակների հայրերը։ Ակիտակ ֆակտալ, շուտ բանից պախարակված ես։ Դու անցած չես, դու արդեն մնացած ես։ Ուղղակի զարմանալուն է, որ քո պես թուրքին էլ մարդատեղ տնող կա։ Ես չեմ ձանձրանա քեզ ցածրացնելու դրել լիքը տեղ կա։ Կոմպլիմենտ է, չէ՞ քո համար էս ամեն ինչը։ Այս մեջբերումն էլ մի հատ անշապերից արեցի, որը հենց քո նմաններին ա ուղղված։ Միած
նկարանել, շատ մեծ աղմուկ է բարձրացել։ Ուրեմն ես քաղաք Այն խոսքը։ Մեծ սրանմանների մասին լսենք։ Սա իրական պատմություն է, ցավոք։ 1919 թվականի վերջին Գողթանում ներքին և վերինագուլիսցիները շրջափակված ադրբեջանական թալանչի զորքերի կողմից մատնվել էին սովի։ Հայերը ընդունեցին Ադրբեջանի իշխանությունը հույս ունենալով փրկել իրենց կյանքը, բայց դա չփրկեց նրանց։ Դեկտեմբերի 19-ին թուրքերը ներխուժեցին ներքին Ագուլիս։ Զոհ գնաց 400 հայ, իսկ գյուղը կողոպտվեց։ Իսկ փրկվածները ապաստանեցին Վերինագուլիսում։ Թուրք Էդիվ Բեյը հավաստիացրեց, թե տեղի ունեցածը թյուրիմացություն էր եւ խոստացավ պաշտպանել գյուղը։ Հավատալով նրա խոսքերին, ագուլիսցիները հրաժարվեցին թե գաղթելուց, թե Գարեգին Նժդեհի Գողթանի զորամասի օգնությունից։ Ասեք ինձ, որ սա սուտ է։ Ասեք, որ սա չի կարող լինել, որովհետև ուղղակի չի կարող լինել, էլի։ Սա իրականություն է, ժողովուրդ։ Սա իրականություն է։ Մերժել են Գարեգին Նժդեհի օգնությունը։ Հավատացել են թուրքի խոստումը։ Դա թյուրիմացություն է եղել։ Թյուրիմացաբար մտել են 400 հոգի մորթել են, թալանել ու մնացածներ փախել։ Արա, վայքո, թյուրիմացությունն է եղել։ Ոնց որ ավտոբուսի մեջ խիտ, ավտոբուսի մեջ մեկի վրա, ոտքի վրա որ կանգնում է, այդպես մի հատ թյուրիմացություն է եղել։ Ու հավատացել է։ Հələ Նժդեհի օգնությունն էլ մերժել են։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ղազար Քոչարյանը առաջարկեց գյուղ մտցնել 200 զինվոր, պատասխանը եղավ. «Մենք թուրքերի հետ ապրում ենք հաշտ ու խաղաղ։ Էդիֆը խոստացել է մեզ պաշտպանել»։ Մեկ նույն խոսակցությունն է, նույն նարատիվն է, նույն հայվաններն են կներեք արտահայտությանս համար, ոչինչով իրարից չտարբերվող, ընդամենը 100 տարի անց է, 107 տարի անց է ընդամենը, 19 թիվ ու մենք 26 թիվն ենք, 100 տարի նույն հայվաններն են, ու ուզում են կոտոնենս մեր ոնց, թուրքերը մեզ խոստացել են, Գարեգին Նժդեհ ջան, մեզ քո բանը օգնությունը, ապահովությունը, պետք չի, 200 զինվորներ բերում ես, ինչ անես, հանկարծ կգրգրվի թուրքերը, մի բեր, թող սենց մտեն հանգիստ առանց դիմադրության, կոտորեն ու գնան էլի արա։ Դեկտեմբերի 23-ին ագուլիսցիները կրկին դիմեցին Էդիվ Բեյի օգնությանը։ Նա կրկին հանգստացրեց նրանց։ Հեռացավ, թե չէ թուրքերը խուժեցին Ագուլիս եւ սկսվեց սոսկալի կոտորած։ 2 օր շարունակ սրախոխող էին արվում հայերը, բռնաբարվում էին կանայք ու աղջիկները, կողոպտվում ու ավերվում էր Շեն գյուղը։ 2 ագուլիսներում տանջանքներով մահացավ 1400 հայ, իսկ գյուղերը դադարեցին գոյություն ունենալուց։ Ագուլիսի պատմությունը հիշեցնում է, որ անվտանգության հարցում ամեն մի որոշում կարող է ունենալ սերունդներ ձգվող հետևանքներ։ Եվ հիմա հարցս. քանի անգամ պետք է պատմությունը փոխի անունները, մինչև ճանաչեք նույն սցենարը։ Չգիտեմ, երև ես անառակի զավակը լավ կիմանա էլի։ Երև ինքը լավ կիմանա։ Եվ ես կարգի սրանց նմանները։ Տեսեք, սա արական սերի ներկայացիչ է։ Մեր աղջնակը Անի Առաքելյանը։ Բացեք։ Ու բաժանորդագրվեք, ես պարբերաբար մեկ-մեկ տեսնում եմ իր լավ հոլովակները։ Օգնեք մեր աղջիկներին, օգնեք մեր երիտասարդներին, ովքեր իրոք լավ բանով են զբաղված, օգնեք։ Աղջնակը վերում է պատմությունից օրինակ, արական սերի արարածը, տղամարդ չի, արարած, արուն էլի։ 100 տարի առաջ է եղել։ Այ ով էդի հիշացնումը, իրան ձերբակալել է պետք։ Բայց հիմա ես հարց եմ տալի։ Աղջիկներն են մեզ հիմա պաշտպանելու թուրքերից։ Անես տպավորություն է իմ մոտ, որ աղջիկները շատ ավելի ստապ են, շատ ավելի հասկացող են, ռեալ, ռացիոնալ գնահատող իրավիճակը, քան այդ արուները։ Արական սերու ներկայացիչ չէ, արու, ես իմ ինչ անդեղ, էլի։ Գուցե մայրական ինստինկտն է աշխատում, բայց փաստ եմ ընդամենը արձանել։ Հիմա հարց կրկնեմ Անի
ինչքան այդ գյուղերի անունները պետքա փոխվի, որ այն արուների ուղեղը մտնի, որ սրան նույն բանն են արել, մատը 20 թվին, 23 թվին, էլի անելու են, ու այդ մասին են գրել են, այդ մասին էլ իրաց մոտ խոսում են, բայց մի հայվանների փապոր, չէ, աղբեջան, դա սուտ է, այդ իրաց լսարանի համար են անում, իրանք բարի են, խաղաղություն լինելու, ոնց, չեք հավատում Էրդողանին հարցնում եք Ալիևի հետ, կասեն էլի, մեզ բանակ պետք չի, մեր բանակը պետք է լինի խաղաղության բանակ, նա տեստակ, Գարիս պանդեն ողջ ըլես, ապրել, հաղթանակի կենաց, աստված, ողջ ըլնիկ, հաղթանակի կենացը, Շուշի ազատագրումից հետ վերասա, թե չգիտեմ դուք ինչ եք զգում, որ ես կադրեր նայում եք ժողովուրդ, ես ամոթ, վիրավորանք, Իս դավաճան եմ զգում, ամբողջ սերնդովս անդրց, մենք ես մարդկանց զոհաբերությունը լցեցին ջուրը, եթե մեկը նայում է ու ինքը պրոբլեմ չունի ես բաների հետ, նույնիսկ կարող մեղադրում են, չէ՞ գնացել ազատագրում Շուշին, ուրեմն հաստատ իր մոտ ինչ-որ բան են չի, որոշ բան եմ ասում, հաստատ ինչ-որ մի բան են չի, էլի, կամ եթե դուք եք տեսնում, նայում են ու բան չեք զգում, հեռու մնացեք այդպես մարդկանցից, նրանք ընդհանրապես բիոլոգիապես են մարդիկ, բայց նրանց մեջ ամենակարևոր մարդկային բաները չկա այլևս չի աշխատում, եթե չի աշխատում, այս տղաների նկատմամբ, դա մի օր չի աշխատելու նաև ձեր նկատմամբ, վստահ եղեք, այ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմով ընտրազանգվածով հենց այդ վտանգավոր էակն է, նրանք Նիկոլի կողքը չեն, որովհետև ես ինչա խոստացել իրանց, Նիկոլի կողքն են, որովհետև իդեմս Նիկոլի տեսել են իրենք իրենց արտացոլումը, հասկանեք, ոչ մի ծրագրային, կամ ինքան տականք են են բանի նման են, կոնյակի գործարանի աշխատողին մոսով, քեզ ընտրել ենք, որ մեր կանյակը լավ ծախենք, այսինքն վաղը, եթե պետք եղավ շահը գերադասեց, քեզ զոհաբերելու, քեզ էլ են զոհաբերելու, իդաս մոտ չկա սկզբունք, չկա չափանիշ, ոչ գաղափարական, ոչ բարոյական, ես հասկանում, սա ծանր անցնում շատ մարդկանց համար, բայց սա օբյեկտիվ իրականություն է, ես արդեն ասեցի, չէ ինչ կորուստներ եմ ունեցել, նոր եմ բացահայտում, ու ես հələ բացահայտելու եմ, որովհետև ես գիտեմ, որ այդ մարդիկ ինձանից փախնում են, գիտեն ի որոշումը, բայց իրանք գիտեն նաև, որ ես մի օր իմանալու եմ եկա, ես մի օր իմանալու եմ, կյանքն հենց հետաքրքիր բան է, հենց սիրուն ռևերանսներ է անում, հենց ապտակներ է տալի, հենց շրջադարձեր է ունենում, ես դրա համար, ես մի հատ բան եմ ուզում ցիտեմ ձեզ, այս հոգևորականի, սա ամենաառաջադեմ հոգևորականներից է եղել 13-14-րդ դարերում Եվրոպայում, որ ասում է փնտրի իստինան, փնտրի ճիշտը, լսիր ճիշտը, սովորիր ճշմարտությունը, սիրիր ճշմարտությունը, խոսիր ճշմարտությունը, բռնվիր ճշմարտությունից և պաշտպանիր նրան մինչև մահ, ես այդ ամեն ինչը ասում եմ ինքնության վերաբերյալ, որովհետև ինքը ասում է ճշմարտություն, իստնա, իմ համար դա ինքնությունն է, որովհետև այս ճշմարտությունը մեր ինքնության մեջ է, դրա համար եմ ասում հայ և բարոյականություն դրանք հոմանիշներ են, ով այս առանցքից հեռու գնաց, ով չի փնտրում ինքնությունը, չի լսում, չի սովորում, չի սիրում, ամեն գնով պաշտպան չի կանգնում դրան, ժողովուրդ ջան, ուրեմն նշանակում է
Դա վտանգավոր է եւ իր համար, եւ շրջապատի համար, եւ ձեր համար, ինչ նայած եթե դուք իրան մոտիկ եք։ Ինչքան մոտիկ ենքան դուք ավելի մեծ վտանգի տակ եք։ Սա դարերով եկած ճշմարտություն է։ Նայես, լսենք այս աղջիկան շատ խելացի երևույթ է, շատ դեռ մեկ աղջիկներ եմ ցիտում։ Տենց է ստացել, դե հիմա որ լավն են, ինչ ասեմ։ Լսենք ինչ է ասում։ В 2021 году Левада-центр проводит очередной опрос в России, в результате которого выясняется, что большая часть опрошенных россиян не может назвать ни одного известного узника ГУЛАГа, и больше 60% опрошенных считают, что вообще сталинские репрессии были оправданы или хотя бы частично обоснованы. Ռուսաստանում ասում են արել եւ հասարակության 60%-ից ավել մտածել է որ գուլագը նախ չի կարող ասել ոչ մեկին ասի ովքեր են եղել գուլագում, հետո 60%-ից ավել արդարացել են այդ գուլագի երևույթը կամ լրիվ կամ մասնակի արդարացել են 60%-ից ավել Ռուսաստանում, որտեղ վստահ եղեք իրենց նախնիները եղել են դրա մեջ 20 միլիոն մարդ անցել գուլագով ոնց ուզում ալնի 20 միլիոն մարդ այն ժամանակվա այդ պետության 30%-ն էր համարյա ոնց ուզում ալինի դրանց մի մասը այդ հարցվածների իրանց բարեկամներն են եղել, իրանց նախնիներն են եղել կամ հարևանն է եղել կամ այդ պատմությունների վրա ասել են, բայց պրոպագանդան այտենց բան է ամենակեղտոտ դաժանությունը ամենաչտեսնված արդարացվում է այսօր Интересно получается, страна, в которой, по разным оценкам, от 15 до 18 миллионов человек прошли через лагеря, страна, в которой практически у каждой семьи, наверное, есть какой-то раскулаченный или расстрелянный родственник, как-то коллективно забыла обо всем произошедшем. Конечно, это не какой-то уникальный российский феномен, это очень хорошо изученный механизм. Եվ ասում եմ, իհարկե, ասում եմ, սա ռուսական ֆենոմեն չի, սա լավ ուսումնասիրած ֆենոմեն է։ Հիմա տեսնենք ինչով է դա մեզ который буквально называется коллективной исторической амнезией. Դա կոլեկտիվ պատմական ամնեզիա, այդպես է բացատրվում։ Այ Ագուլիսի դեպքը, այ այս ժամանակակից ագուլիսցիները պայմանականորեն ասած։ Դա կոչվում է փաստորեն կոլեկտիվ ամնեզիա։ В 1925 году французский социолог Альбокс показал, что наша память — это не какая-то индивидуальная штука, это нечто, что формируется коллективно. То, что общество помнит или забывает, определяется тем, что на данный момент выгодно правящим группам. Позже это... Վերջ 25 թվականին դա պարզել են, որ ընդհանուր մասսայական հիշողությունը ղեկավարվող է Եվ դա ղեկավարվում է նրանց կողմից, ովքեր այդ օրվա իշխանություններն են։ Ու սարսափելին գիտեք, որ այս իշխանություններն արդեն 8 տարի է դրանով են զբաղված։ 8 տարի համար քիչ-քիչ շերտ հասել են ամենանվիրական բաներին եւ դրանք դարձել են արդեն մերժվող, կիսամերժվող, քննարկվող, մերժև թե չէ։ Մեր գործը ինչու՞մն է։ Հիշում եք, ես երեք հաղորդումը սկսելուց առաջ ասում էի հիվանդը ծանր է, իսկ ասել նույնիսկ մահամերձ ծանր է, շատ ծանր է, բայց պետք է ամեն ինչ անել չթողել, որ նա մահանա։ Հիմա թույն են սրոսկում, հիշողության այս կորուստը, մասսայական պատմական հիշողության կորուստը, դա հերթական ցեղասպանվելու երաշխիք է, հերթական անգամ ցեղասպանվելու երաշխիք է, դա կտրում ես մարդու հիշողությունը, տանում ես նույն ճանապարհով իրան։ Ինքը նույն ձևով գնում է ցեղասպանվելու։ Հիմա, քանի որ 8 տարի է սրանք են դա անում, մեր գործը, մեր ունեցած ռեսուրսներով դիմադրելն է։ Իրոք։ Երևի զգում եք, ինչքան դժվար է իմ համար խոսալը։ Ես քաղաքական ոչ մի հուսադրող բան, որ ես այդ տեսակ, այս ճառը կասի, եսի նրան կմերժի, այդ տեսեք Պուտինը չի ճանաչել սրա իշխանությունը, հեսա տեսեք ինչ է լինելու, ես կասեի, եթե Պուտինի իշխանությունը
Մեկն էլ է Պուտինին ճանաչեր։ Պուտինի իշխանությունը մեռնող իշխանություն է, որ Ռուսաստանում է հիմա կատարվում։ Անենց որ իր չճանաչելի իհարկե դա քաղաքական իմաստով ապտակա Փաշինյան Նիկոլին, բայց հաշվի առնելով է Սուրա Պուտինի քաշը, դա մեծ բան չի փոխելու։ Ես դες բաներ կուզենայի ասի, բայց չեմ ասում, որովհետև ես էլ դրան չեմ հավատում։ Ես ուրիշ բան եմ հիմա մտածում անեմ։ Ամեն գնով թույլ չտալ այդ հանրային հիշողության կորուստի արձանագրումը, որովհետև հենց մենք թույլ տվեցինք այդ հանրային հիշողության կորուստը, մենք ցեղասպանում ենք։ Իսկ սրանք ամեն ինչ անում են դրա համար։ Սրանք այս տականքներով մի վարանեք դիմադրել։ Մենք շատ ծանր ենք վճարում։ Այն աղջիկները, աղջիկ էր ուղղակի ասող, բա մենք էլ դրանց հետ գնանք, հա, որովհետև քիչ ենք դիմադրել։ Հա, հենց դրա համար պետք է գնանք։ Հա, մենք էլ իրancs հետ պետք է տուժենք, որովհետև մենք ճիշտ ապտակը չենք տվել, ճիշտ ժամանակ ճիշտ չենք դիմադրել, չենք թռել դեմքներին, չենք վարանել, վատամարդ լինել, հա, հանդուրժել ենք։ Դրա համար պետք է մենք էլ իրancs հետ վառվենք այս կրակների մեջ։ Չենք ուզում վառվել։ Դուրս գանք այդ կոմֆորտ գոտիից ուրեմն։ Հիմա ես ինքս ինձ փորձում եմ սահմանել այն նիշան, այն նպատակը, որի շրջանակներում ես պետք է ապրեմ ու շարունակեմ գործել։ Դա համար ես աղջկա այս հետազոտությունները, այսինքն իր հետազոտությունները չի ընդհանրեն ինքը ցիտումը։ Ես որոշեցի ձեր հետ կիսվել։ Շատ տեղերում դա ալբոմ է եւ աշխատում է։ Մեր մոտ ալբոմը արդեն 8 տարի։ Ինձ այսօր մեկը գրել է պարոն Հակոբյան, ձեր վիդեոներն արդեն քանի ամիս է չեմ տարածում, որովհետեւ մեկը Նիկոլա Զավրելի մոտ ոչինչ չի փոխում։ Ես գիտեմ, որ այս մարդիկ կան, ես էլ իրանց ուզում ասեմ, ձեր գործն է։ Այդ տրամաբանության մեջ ես կարող եմ այլևս էլ չխոսել, որովհետև այն ինչ որ դու գիտեք, արդեն գիտեք։ Որովհետև մեկը, սրանից ավել ոչ մի բան չի լինի։ Եթե դուք դրան համաձայն եք, մի տարածեք։ Գնանք առաջ։ Սնայք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Մանևրների ընթացքում 3 երկրների ավիացիան միասնական հայեցակետից մարզվել է ժամանակակից օդային գործողություններ, օդ մարդ, ցամաքային թիրախների հարվածներ, ինչպես նաեւ ցածրարակ թռչող օբյեկտների եւ թևավոր հրթիռների խոցում։ Պաշտոնական Բաքուն դա ներկայացնում է որպես մարտունակության բարձրացում, բայց իրական իմաստն այլ է։ Իլհամ Ալիևը բացահայտորեն կառուցում է ռազմական դաշինքներ եւ նախապատրաստում ուժի կիրառման ինֆրակառուցվածքը։ Երբ Բաքուն խոսում է խաղաղության մասին, մյուս ձեռքով այն հավաքում է դաշնակիցներ եւ սրում իր սպառազինությունը։ Իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են մեկ զիջումից մյուսն անցնել, աչք փակելով թշնամու անդադար աճող ռազմական հզորության վրա։ Հա, ինչ կա։ Հուսա իրականությունն է, ընդ որում Թուրքիայում անցկացում է ՆԱՏՕ-ի համաժողով, այնտեղ Ալիևը, Հայաստանը այնտեղ չի։ Ալիևն այնտեղ է։ Մի ոտով Ալիևը ՆԱՏՕ-ում է։ Եթե իհարկե ՆԱՏՕ-ում չի, բայց ինքն այնտեղ է։ Եվ Թրամփի հետ անշուշտ կունենա հանդիպում այնտեղ, Թրամփը խոստացել է արդեն F-35-ների F-35 եւ 5-րդ սերնդի ինքնաթիռների համար, որը արդեն Թուրքիան ունի, շարժիչներ մատակարարել։ Այս մի քիչ առաջ ընկա, բայց ես ուզում հասկանաք նրանց միտքը որտեղ է։ Ուլը նայեք Հայաստանում, նայեք միտքը որտեղ է։ Լոլիկը կարտանենք թե չէ։ Իհարկե լոլիկը շատ կարևոր է։ Շատ։ Բայց եթե ամենակարևոր լոլիկն է, նշանակում այդտեղ արդեն երկիր չկա։ Եթե ամենակարևոր բանն է, որ իշխանություն քննարկում է ինքը լեգիտիմ է, թե լեգիտիմ չի, ինքը արդեն լեգիտիմ չի։ Բայց ցավոք ունի այնց ընդդիմություն, որ իրան ստիպողական զորով սարքում է լեգիտիմ։ Դիմադրել է պետք ժողովուրդ։ Իրոք դիմադրել։ Ես նորից եմ ասում,
Եթե մենք չենք կարողանալու այս խոսքը հասցնել գոնե այն մարդկանց, որոնք ունակ են մտածելու, ունակ, իսկ 70% մեր բնակչության պարզվեց ունակա մտածելու, բայց այդ 70%-ը այս փաստերի մասին չգիտի, 70%-ը մեր բնակչության, որ չի ընտրել Նիկոլ Փաշինյան, չի ընտրել, այդ մոտարապես 1,5 միլիոն մարդ է, 1,5 միլիոն մարդ եթե այս փաստերը իմանա, Փաշինյան Նիկոլից ոչ մի բան չի մնա։ Դե հիմա մենք ընտրենք մեր համար, տարածենք, թե չտարածենք։ Իմ թիրախը այդ 1,5 միլիոնն է։ Իմ համար հարց լուծողը պետք է դառնա 1,5 միլիոնը։ Որովհետև ուրիշ բան է, որ այդ 1,5 միլիոնը ուղղակի չի սիրում Նիկոլին կամ ատում է, ուրիշ բան է, որ ինքը տեղյակ է ինֆորմացված է, ինչի պիտի չլինի այս տեսակը։ Հասկանում եք։ Ես կույր ատողությունը, կույր ատելությունը ես չեմ սիրում, որ դա պրոդուկտիվ չի, դա կառուցողական չի։ Հա, այն որ Նիկոլին ատում է, դա չի նշանակում, որ ինքը ազգային պետություն է սիրում, որ ինքը ճշմարտություն է սիրում։ Չէ, դες չի։ Շատ մոլորեցնող հանգամանք է տես մտածելը, որ ով Նիկոլ ատում իմ ընկերն է։ Չէ, կոկինք ատում է Նիկոլին։ Ասենք, որովհետև հիմա սկսելու է այս կոնյակի գործանի աշխատողը ատել Նիկոլին, որովհետև ասենք կոնյակը չի կարող ծախի։ Այն լոլիկ, վարդ, չգիտեմ, ծաղիկ բան է, որ Նիկոլը ընտրել, սկսելու է ատել Նիկոլին, որովհետև ուղղակի իր միրգը, ծաղիկը փչացել, հասկանում եք, դրանք տարբեր կատեգորիաներ են։ Դրա համար արեք ինքներս որոշենք։ Ես օրական որ այսքան ժամ եմ ծախսում այս ամեն ինչի վրա։ Պետք է մարդկանց հասնի, թե չէ։ Ու դա կարող է հասնի բացառապես ձեր օգնությամբ։ Սանայինք։ Միշտ պետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշն են տեղադրել։ Բա, ջան։ 24 թվականին դեռ ժամանակ այդ Գիդամսի շրջաններում 15 հեկտար ող նվիրեցին թուրքերին 30 տարվա ամրացած պաշտպանական դիրքեր ամենաուժեղ տվեցին թուրքերին Փաշինյանի կոտրած ձեռքով հիմա այնտեղ մեծ դրոշ է տեղադրած բոլորի աչքի առաջ մարդկանց վրա ազդում է ես պատմել եմ չէ Նիկոսիայում Կիպրոսի մայրաքաղաքն է կիսված է երկու մասի թուրքական եւ թուրքերը ասել են կիսել են էլի թուրքական եւ հունական մասը եւ թուրքական մասում իրանք որ 5 անգամ միացնում են այնքան բարձր իրանց նամազը որ ամբողջ Նիկոսիան լսում է եւ ընդեղից դիմացի սարի վրա լանջի վրա թուրքական դրոշն է որ ամբողջ Կիպրոսի բոլոր մասերից այդ համարյա այդ երևում է այդ դրոշը այսինքն իրանք գիտեն ոնց են աշխատում մարդկանց վրա իրանք գիտեն ոնց են մարդուն ստիպում որ ինքը խելագարվի գիշերն են ունես լուսավորությունը որ նույնիսկ եթե ոչ մի բան չկա դեռ հերվում շողշողում է այս թուրքական դրոշը ախր ոչ մի բան նորը չի է նոր բան չկա է սաղ անցել ենք մենք սաղ գիտենք դրա համար ես չգիտեմ ձեր օգնությամբ թե առանց ձեզ ես պետք է հասնեմ այդ միլիոնի ականջներին սրտերին բանականությանը բայց ինչքան շուտ հասնենք այնքան շանսերը կմեծանա մեր երկիրը փրկելու ես այդպես եմ կարծում սա մասին խոսեցինք դե քանի չենք կարողանում ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցենք քանի չենք կարողանում օդային զինավարժություններ անել տեսեք Ադրբեջանը ավիացիա ունի ավիացիա 25 հատ բարձրակարգ 25 դա վերջի սերնդին առավ թե դրանից առաջ ինչքան ուներ մենք չգիտեմ նույնիսկ ինքը ավիացիա ունի որ օդ թիրախներ է խոցում օդ ցամաք թիրախներ է խոցում դե Հայաստանին դա պետք չի որովհետև Հայաստանը ինչով է զբաղված ինքը մի հատ իբր ԱԱԾ ունի թուրքական գործակալների ցանց ինքը զբաղված է ասենք
մարդ ձերբակալելով։ Անձորեն այդ մարդը կարա լինի օլիգարխ, կարա լինի լրագրող, կարա լինի քաղաքական գործիչ, կարա փողոցում պատահական մեկը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, դու էիր հովանավորում Արցախի կոռուպցիան, հենց դու էիր Արայիկին հովանավորում, մեզ էլ խանգարում էր իր դեմ պայքարելու, ասենք նույն ասեն գնա իրան տենց ձերբակալի։ Այս ամեն ինչի մեջ գիտեք ինչն է ընդհանուր։ Անկախ նայած էսի ումա դիմ ձերբակալելու։ Այս բուտաֆորիան։ Հիմա ահացից լսում են, չէ՞, ինձ տղեկ, դուք սենց հակնված, կապնված դեմներդ էլ թաղած, բայց դուք բուտաֆորիա եք։ Բուտաֆորիան գիտեք ինչ է։ Դատակ տարածք։ Փուչ։ Այդ կարևոր չէ դուք կախված կամ գետնի վրա քանա ժիժիմ եք անում։ Դուք դատակ տարածք եք։ Ավելի վատ ուզես թե դատակ տարածք լինեիք, դուք թշնամու գործիք եք։ Դուք մաքսիմում կարողանաք քաղաքացուն ցանկացած քաղաքական գործիչ օլիգարխ լրագրող նվաստացնելով դա ձեր միակ բանն է որ դուք կարողանում եք անել այն էլ հայ մարդուն անզեն մարդուն նվաստացնելով որովհետև ձեր մասին շատ լավ ասում է օրինակ բանը Արայիկը այն Արայիկը էլի գիտեք չէ Արայիկը մի հատ լսեք ձեր մասին ինչ էր ասում Իդեպ ուզում եմ իդեպ պատմել այդ օրը երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք Հայաստանի Հանրապետությանից եկած ազգային անվտանգության մեր ամենաուժեղ էլիտար խմբաբաներ ստորաբաժանումները եւ նաեւ Արցախից հրաժարվել են գնալ եղնիկներ խնդրել եմ աղաչել եմ ասեմ ձեր առջև ես եմ գնալու ձեր առաջ ես եմ գնալու ստացել են բացասական պատասխան չեն եկել թողել են երկրի նախագահին մենակ առաջնակից գնալու ժամանակ Իհարկե դրա մասին այսօր արտահայտում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտել։ Կհարցնեք Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար Բայց ուզում հարցնել ես, Գագոյին եք քաշքշում։ Արտահայտում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտել։ Կհարցնեք Հայաստանի ազգային Նայեք էլի։ Այս հատուկ են քաշքշում, որ նկարեն տանեն, որ Նիկոլը տենա։ Հասկանում եք։ Սրանք ամենաշատը այս փուչ գյադեկը փուչ չէ ներողություն թուրքերը որոնք կատարում են բացառապես թուրքական հրամաններ Հայաստանի տարածքում ինչով են տարբերվում օրինակ ուժայներից աշխատող դրսում Գագոյին պետք է ընդամենը մի հատ ծանոթալ գիրու ասկել բայց Նիկոլին պետք է որ իրան նկարեն ոնց են 15 հոգով հասել ու քաշքշելով որ Գագոյին գցեն գետնին պատկերացնում եք ինչի վախենում եք հաթաթ մոտենայեք գիտեք չէ ձեզ ինչ կարող անել բայց դուք ինչ աշխատող եք դուք ինչ մարդ եք ընդհանրապես դուք մի բան եք կարողացել ապացուցել այս ընթացքում որ դուք կարող եք նկանեք կամերայի առաջ հայ անզեն մարդուն նվաստացած գլուխը ներքև ձեռները ցած վազացն է անկախ նայես ինքը ով է ու ինչ արել դրա ընդամենը մի ծանոթագիր են ուղարկում կամ հրավիրում լսել եք այդպես բան չէ դուք չեք լսել այդպես բան որովհետև դուք մարդ չեք ձեր համար մարդը ամերության կանխավարկած չի գործում ընդեմ մարդը արժանիք չի գիտեք ինչի որտեղ ձեր հետ են այտենց վարվել դուք չգիտեք որ մարդուն հարգել է պետք առաջնային անկախ նայած ինքը ով է դուք մարդը դուրս է գալու վաղը քան անգամ ինքը մտե դուրս է եկել Գագոյի առաջ անգամ չի որ տանում է ու հարցը Գագոն չի դուք բոլորի նկատմամբ եք այտենց իսկ իրական վիճակներում հենա ձեր Արայիկը ասեց էլի Նիկոլի Արայիկը սա մենակ ինքը Արայիկը չի Նիկոլի նստածած Արցախում այս կոռուպցիոն ամբողջ սխեմաների ղեկավար ունիտազ Արայիկը ասեց ով եք դուք իրականում դա բանը ասում դուք իրականում այս բանի մեջ մարդականի մասով դուք դատարկ տարածություն եք բայց գործունեությամբ դուք թուրքական գործիք
Առողջին սպանեցին մի խոսքով։ Այս հրաշք կենթանում ընդ որում ասում են էքեր։ Ես գիտեի որ ծառայություն են տալի, չէ։ Կարող որցնել են տալ, բայց քնիշ չի արտնասել, թե ինչ են սրոսկել, ոնց են սրոսկել։ Առողջը սպանեցին։ Գիտեք ինչն է բանը, նայեք ոնց են տանում, նստենայ։ Հալես հրաշք կենթանումները։ Իմիջիալոց կենթանիների պաշտպանման բոլոր կենթանասերների խմբի պատասխանատուն գրել է տխուր է որ առողջը սատկել է, բայց այդ մասին չի կարելի խոսել, քաղաքական է։ Բա առողջին սպանելը քաղաքական է, մի խոսեք, տխուր է որ ինքը սպանել է։ Իսկ դուք կենթանասերներ չեք նկատել ընդհանրապես, որ Նիկոլը ինչ եկել է, ինքը մենակ մահ է տարածում, ինքը ինչին ձեռ է տալիս սպանում է։ Դա չեք նկատել։ Դա չեք նկատել, ինչին ձեռ է տալի, այս մարդը սպանում է։ 8 տարի է մահ է տարածում այս մարդը։ Ընդ որում բնակչության մի հսկայական զանգված ասես ճիշտ է դա, մեզ դա դուր է գալի։ Նորմալ է, դե ինչ անենք, ինքը մեղավոր չէր։ Դե ինչ անենք, ըլում է, պատերազմ է։ Դե նախկիներն էին սպանել, ինքը չի սպանել, եւ այլն եւ այլն, էական չի։ Ու այս մարդը ինչքան է մնալու, ինչքան է դեռ սպանելու ու ինչ է սպանելու, չգիտեմ։ Բայց ասեն, հերթը արդեն եկել այն կարիճը գիտեք, չէ՞, որ վերջում ինքն է կծում, եկել արդեն։ Հիմա մտել ենք այդ ցիկը։ Ես ասել եմ, չէ, մենք մտանք Վոլանդի ցիկը։ Վոլանդը դա սատանի իշխանությունն է, որը արդեն հասկանում է, որ ինքը իսկական իր միջավայրը ունի, ու ինքը իշխնում է, որտեղ սուտը էլ սահմաններ չունի, որտեղ հակաստվածությունը պիկում է, որտեղ բոլորը այլասերված են, երևացող մասը էլ, ինքը այդ ժամանակ Վոլանդը իջնում է, գիտեք ինչ հետաքրքիր է, ինքը իջնում է կարգ ու կանոն հաստատելու։ Ու այդ ընթացքում հանդիսատեսի մոտ սիմպաթիա է առաջանում սատանի նկատմամբ, գիտեք ինչի, որովհետև սատանան ում պարուչում է Վոլանդը, բազվում է, այդ տականքը մեղավոր էր, այդ տականքը հանցագործ էր, կոռուպցիաներ էր, կաշառակեր էր, սրիկա էր, ու արդյունքում պարզում է, լսեք, այս Վոլանդը այդքան էլ վատ տղա չի, նեղը, ինքը եկել է վատերին պարուժելու, մենք մտել ենք այդ ցիկը, հա, ամսի 7-ից մենք այդ ցիկլի մեջ, անեսօր ես կոնյակի գրոսանի բողոքողները բան, սա ենք այդ ցիկլի մեջ են, այս դեռ ծաղիկներն են, դեռ ինչեր ենք մենք տեսնելու, սպասեք, լսեք, բնությունը շատ հետաքրքիր բան ունի, սա կոչվում է էներգիայի պահպանման օրենք, բնության մեջ սենց օրենք կա, սա բալանսի օրենքն է, նաև բալանս, հենց միտեղ խառնվում է այդ բալանսը, սատանան ինքն է գալիս այդ բալանսը վերականգնելու, որտեղ ինքը հասկանում է, որ երբ որ շատ է, պետք է բարձր տան դեռած կոպիտ ասած, դա տանում է քաոս, իրան դա պետք չի, իրան ստաբիլ վիճակն է պետք, այ հիմա Հայաստանում բալանսը խանգարված է ու ամենաշատը սանով հիմա մտահոգվելու է հենց ինքը դերը, մենք տեսնենք, այդ լսենք ես երիտասարդին, Իսկ սա այսօր պատամամբ տեսա, նայեք մի հատ։ Սա Դավիթաշենում գտնվող Օլիմպավանն է։ Վիժոն սա էլ է սարքել շոուի մի մաս ու նախիրը հրճվում ու ծափ է տալիս։
բայց սա Օլիմպիադան այն տեղն է, որտեղ որ մեր սպորտսմենները հավաքներին պարապում ու գնում միջազգային տարբեր հարթակներում կզցնում էին ադրբեջանցիներին, հիմնականում մեր ըմբիշները։ Ու երևի թե վերևից պապան պատվեր էր արել, սա էլ փակեք։ Շոուի տակ սպորտին էլ լուրջ հարված հասցնի։ Մեկը կարա ասի, որ սա սուտ է, որ սա իրականության հետ կապ չունի։ Իհարկե ոչ։ Բայց այդ մասին այլ կարծիք ունի բոլոր ժամանակների անհայտ սեռի ներկայացիչ, այն ոչ իրազեկը, ոչ էլ քաղաքացի է։ Սա, այս կենթանին, սա, այս առարկան, ուղերձը հստակ է, ով ռուսաստանյան գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ ունենալ։ Այսինքն ու ինքը ասում է իրազեկ քաղաքացի հասարակական կազմակերպություն, տեսեք, ինքը չի ասում ով օրենքը խախտեց, ով հանցագործություն իրականացրեց, ով ռուսական գործիք դարձավ, լուրջ պրոբլեմներ ունեն ուղերձը, այս առյուծին սատկացնելը, այս մարդկանց նվաստացնելը, հիմնարկները փակելը, ուղերձը հստակ է։ Ինչ է նշանակում ռուսական գործիք, այդ փոքրիկ ոչնչություն, ցույց տուր, որտեղ կա օրենսգրքում գրած, որ սահմանումը սա ռուսական գործիք է, ու այս ռուսական գործիք լինելու համար այս հոդվածն է հասնում։ Ես խնդրում եմ հիմա Ղադություն Բաղդասարյանին սրա համար պարզաբանումներ պահանջել դատական կարգով, որ այս տխմարը, որ ինքը վերցել է արբիտրի դեր իր վրա, Հայաստանի գերագույն գլխավոր գործ տվողը, էսի, հիշում եք ընդ մի հատ վիդեոյի մեջ գործ տվող կար, բայց էսի դրա համար նաև փող է ստանում, էլի։ Ինքը պետք է պատճառաբան անի, պարզաբանում տա, ինչ է նշանակում ռուսաստանյան գործիք, ոնց է դա սահմանվում, որտեղ է դա գրած, որ ռուսաստանյան գործիքը սա է, հենց հանդիսացած այս պարամետրի մեջ սրա համար հասնում է սա։ Եվ այն ինչ որ մենք տեսանք, հենց այս սահմանների մեջ է։ Քեզ ոչ մեկ տես փաստի առաջ չի կարող ասել, չէ՞։ Բողոք մելի չնչին արած։ Ոչ մեկ քեզ չի ասել։ Բայց ես խնդրում եմ, ես բանը ուղարկեմ, հենց այս լինք ուղարկեմ մեր Ղադություն Բաղդասարյանին, ասեմ խնդրեմ մի հատ դիմում դատախազություն այս տականքի հետ կապված։ Այ հիմա գտնեմ, ինքերս երեք ինձ բաներ ուղարկել։ Ահա։ Այս մի հատ ուղարկեմ։ Խնդրում եմ պարզաբանում այս հարցով։ Վերջ, գնաց։ Թե չէ հետո կմոռանամ։ Լավ պայմանավորվեցինք։ Ոչ իրազեկ, ոչ քաղաքացի։ Մտից ասեք, ով դարձավ ռուսական գործիք, այսպես պետք է գլուխը քսելով ասֆալտին տանենք, կենթանիներին սպանենք, հա։ Այսինքն Հայաստանում էլ օրենք, բան, հստակ սահմանում գոյություն չունի, չնայած մենք էլ գիտենք, որ գոյություն չունի։ Չնայած երեք նույն Ղադություն Բաղդասարյանն էլ ուղարկել դատախազությունից եկած պատասխանները, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, գործողությունը դրանք օրենքով չի պատժում, չնայած օրենքը կա, 136 հոդվածի երկրորդ կետն է։ Ասում է եսը, չէ, ախպեր, չէ։ Ցեղասպանության ուրացումը էլ դատապարտելի չի Հայաստանում։ Մասա։ Լավ, ասենք այս տականքը դրա համար աշխատավարձ ստանում, որ ինքը տականք է։ Ու ապրի աշխատի որպես տականք։ Հիմա հարց մնացած Նիկոլ ընտրողներին եւ սրան աջակցողներին։ Դες էլ են դրա համար վճարում։ Եթե չեն վճարում, դուք կամավոր եք դա անում։ Թե չեք հասկանում ինչ եք անում։ Հուլիսի 5-ն է գտնվում ենք Արարատի մարզի
Վեդի խոշոր ասված համայնքի Լուսարատ բնակավայրում ենք, որտեղ մոտ 350-ից ավելի բնակիչներ մեր ու մանուկ այլ ջահել արդեն 15 օր թեպետ շարունակական ասա տարիների երկար պատմություն ունի ամեն ընտրությունից ընտրություն պատասխանատուները երբ հանդիպում են բնակիչների հետ խոստանում են թե դուք առնվազն 8 ժամ 12 ժամ ջուր եք ունենալու բայց այդ խոսքերը տևում է 8 վայրկյան 8 վայրկյան հետո հոդս է ցնդում այդ պետական պաշտոնյաների տվյալ դեպքում Վիոլա ջրի, մարզպետարանի, Վեդի խոշոր ասած համայնքի հիմա այս ամառվա այս կապին մարդկանց համար թիվ 1 խնդիրը գոնե օրեկան 8 ժամ խմելու ջուր ստանալն է, մատակարարելն է, մարդիկ վճարումները կատարում են կանոնավոր, անգամ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են վճարում, կանխավճար են ուտում։ Ժողովուրդ ջան, խնդրում իրար չխանգարեք, մի հատ ասեք, քանի օրը 10-15 օր այս վիճակը, թեպետ երկար տարիների, մի րոպե, խնդրում եմ։ Թեպետ երկար տարիների պատմություն ունի, հիմա այս Լավ, ես ամեն ինչը գիտեք ինձ ինչ հետաքրքրում։ Ինքնորոշումներ կան։ Արտիզյանով եմ ես լվացանում, արտիզյան են տանում ժողովուրդը, որ խմեն։ Ինչի համար։ Ես ջրի Ինձ մի բան է հետաքրքրում։ Ում են ընտրել։ Լուրջ սա հետաքրքիր է ինձ։ Այ որ իմանամ ում են ընտրել, ըստ դրա այդ պատասխանը կստանաք։ Բայց մեկը, ինչ է կարծում, թե Նիկոլան թող չի կա, թե ասենք այս ջրի խնդիրը առաջին օրն է։ Իհարկե չէ։ Թե ձեզ թվում է մենակ Վեդիում է այդ ջրի խնդիրը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Միջև հայ քվեարկողը չհասկանա, որ իր ընտրելուց, իր քվեարկելուց է կախված իր կյանքը, մենք սա ունենալու ենք։ Եթե իհարկե կյանք մնա։ Մի հատ էս տեսարանը նայեք հել ընկերներ ջան։ В Тбилиси обвалился грунт рядом с многоэтажкой. Инцидент произошел у станции метро Важек-Шавела на заброшенной строительной площадке. На кадрах видно, как обвал произошел вплотную к жилому дому. Жильцы рассказали, что боятся возвращаться в квартиры. По их словам, котлован много лет назад вырыла компания Centerpoint. Строительство так и не завершили, а площадка осталась заброшенной. В Тбилиси обвалился грунт. Դեք Հայաստանում ինչքան sense տեսարաններ կա, Երևանում։ Շենքը կա, sense բերանով քանդել են։ Նայեք, մարդիկ հիմա նույնիսկ տուն են վախենում վերադառնալ։ Շենքը կնստի, ինքն էլ մեջները թե ոչ։ Թբիլիսի շատ բանով չի տարբերվում Երևանից։ Նույն կոռուպցիոն մեխանիզմները, նույն փողով շինթույլտվությունները։ Հայաստանում Երևանում երևի վիճակն ավելի վատ է։ Ասում եմ, եթե մի օր ԱԻՆ-ը որոշի, ասենք, չգիտեմ, մարզական միջոցառում անցկացնի, դա թող ինքը հաշվի, պահանջեք, քանի բակ է կարողանալու ԱԻՆ-ի մեքենան մտնի հրշեջ հանգցնելու համար։ Դա թող փորձել ուսումնարարական բան ամի մարզանկանի, տեսնի, քանի բակ կարա մտնի հրդե հանգցնելու համար, մարդ փրկելու համար։ Բայց մենք Նիկոլ ենք ընդունում։ Մենք սուիցիդ ենք, սուիցիդար ժողովուրդ ենք, ուրիշ բան չեմ կարող ստացնել։ Հիշում եք 2 օր առաջ ես ասում էի, որ Մոնակոյում իր պատեզում պայթեցրեցին նրան, ով հովանավորում էր Զելենսկու մրցակցին Զալուժնիի նախկին պաշտպանության նախարար։ Կիևում գտել են պայթեցնողի դիակը։ Կիևում։ Այսինքն դե բնական է բայց։ Այսինքն պայթացել եկել, վերադարձել է Կիև։ Որ պայթացնողիները երբ են պայթացել, որ վերջ չկա մարդ, չկա փաստ։ Նիկոլինգեն ասանայք հիմա Թրամփը խոստացել է Իսրայել Նետանյահուի մասին Թուրքիային տա F-35-եր։ Հա նաև շարժիչներ թուրքական ինքնաթիռների համար 5-րդ սերունդի շարժիչներ, դա շատ կարևոր է։ Հիմա ինձ հետաքրքիր է այս խոստումը քանի օր
կմնա եւ հերթական անգամ Թրամփը երբ կասի հալմար չի, չգիտեի փոշմանել եմ կամ մի բան։ Ես ես հիշեցնեմ, որ մինչև գոնե նոյեմբեր սենատում, կոնգրեսում, ներկայացուցիչների պալատում դեռ Իսրայելն է 80%-ով ներկայացված, եթե ոչ ավել։ Դեռ իրանք։ Այն ինչ որ հիմա ինքը ասում է Թուրքիայի համար, դա մահա Իսրայելին։ F-35-եր տա Թուրքիային եւ այդ շարժիչները տա Թուրքիային, դա ասած դատավճիռը Իսրայելի համար։ Նետանյահուն հիմա լավագույն ֆորմի մեջ չի, մականային իմաստով, բայց դեռ կորցրած չի իր ամեն ինչը, որովհետև ասում եմ կոնգրեսում սենատ իրան տեսնենք քանի օր կդիմանա այս խոստումը Թուրքիայի նկատմամբ։ Մյուս կողմից եթե սենց շատ գնա այս կոնֆլիկտը ծավալվի, ամսի 8-ին վաղը կամ այսօր կամ վաղը կնեսետ մտնելու այո ցեղասպանության հարցի քննարկում կնեսետ։ Եթե սենց շարունակվեց, այնտեղ հաստատվելու է։ Նորից եմ կրկնում, ես երեք ասել եմ, որ հաստատվի, չհաստատվի ինձ բան պատմական իմաստով բան չի փոխում, փաստը չի փոխում, կառավարության մակարդակի վրա ճանաչվելը ինձ համար դա բավարար է արդեն։ Անդե կճանաչվի շատ ավելի լավ, բայց հասկացեք, հա, Քնեսետի ճանաչելով Թուրքիան միանգամից չի տալու մեր հողերը հետ։ Եվ բաներն հետ կոմպենսացիաներն հետ, չէ, իհարկե։ Բայց կգնա նաև Քնեսետ, այս ամեն ինչը եւ կսեղմեն Քնեսետով այս կոճակները, որ ել ավելի նեղեն Թուրքիային։ Իսկ եթե ել ավելի առաջ գնան հանկարծ տեսնեն բանը չի կարողանում Դոնալդ Թրամփին հետ պահել այս F-35-ների վաճառքի մասով, ես ուղղակի ականջներին ուզում եմ կամաց փսփսամ էլի հрьяաների։ Թուրքիան կարելի է մասնատել, այնքան հանգիստ կարելի է մասնատել ընկերներ ջան։ Տեսեք, ձեզ արդեն ընկերներ եմ ասում, որ դուք ուզենաք մասնատեք, հայոց ցեղասպանությունից առավել դաժան փաստ կա այնտեղ կոնգրեսի արխիվներում դրած, դա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է։ Ձեր կապերով մեջտեղ եք անում դա։ Թրամփին էլ ասում եք, այս դու ես ստորագրել, դու իրավահաջորդն ես։ Գնացինք առաջ։ Մասնատում ենք Թուրքիան։ Այնպես որ պետք չի Թուրքիայի վրա հարձակվել, պետք չի Թուրքիայի վրա ոչինչ բան անել, ընդամենը եթե Իսրայելին շատ է պետք Թուրքիային մասնատել, ճնշել, բարա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը ընթացք տա։ Կարա ի վերջո օգնի, չէ՞ որ իրավարար վճիռի եւ Ռասի պայմանագրի հետ կապված հայցերը հիմա միջազգային դատարանում են, հա, Անտոնով Միրզախանյանը մուտք արել ընդեր։ Կարան իրանց կապերով, իրանց իրավաբաններով ընդեղ օգնեն, որ այդ եզրակացությունը շուտ ստանանք մենք, դա չի լինելու որոշում, հա, Ստրասբուրգի դատարանը տալու է բան, եզրակացություն այդ փաստաթղթերի վերաբերյալ։ Միայն այդ փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունը բավական է, որ Թուրքիան ուղղակի ծնկի, որտեղ եզրակացությունից միջև որոշում մի քայլ է, եզրակացությունը սա է, ընդերից միջև որոշում մի քայլ է, այդ մի քայլը անելու համար մենք պետք է ունենանք սեփական կառավարություն, որ կառավարությունը հայցով մտնի, բայց արդեն եզրակացությունը դա արդեն քեզ կանաչ լույս է, որ գնա արա հեսա եզրակացությունը, դիմի եւ կստանաս որոշումը արդեն։ Ես խոսում եմ, էլ չգիտեմ, հрьяաներից նայում եմ, թե չեն նայում։ Բայց տեսեք ինչքան բան կա, որ դուք ուզենաք մեր գործը արդեն մարդու իրավունքների միջազգային դատարանում Ռասի պայմանագրի եւ Վուդրո Վիլսոնի վճիռի մասով։ Փոխանակ այդ ընկերների վրա սանկցիաներ կիրառեք, ինչպես հիմա եք դուք կիրառում։ Ձեր կապերով օգնեք, որտեղ մենք շուտ ստանանք։ Սա ինչքան լավ բաներ եմ ասում։ Էլ ինչ F-35, ով է օգտագործել F-35, ում դեմ։ Էլ չեմ ասում դե քրդեր կան, բայց հայկական հարցը ամենամեծ դամոկլյան սուրն է կախված եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխի մանավանդ հրսել նայեք, տեսեք ինչ են անում Նետանյահուին։ Դու գիտեք այս կադրը ինքը չի տեսել։
Բա։ Սա ցեղասպանությունը ճանաչելու համար է։ Էլով բարեկամությունների նայեք։ Էլով ուզում թուրքերի հետ բարեկամությունների։ Ագուլիսը ձեզ բան չի ասում, էս էլ չի ասում։ Ագուլիսը 100 տարի առաջ ա եղել, էսի հիմա է։ Տեսնեք ինչքան գործ կա անելու։ Կա անելու եւ մենք պետք է անենք ժողովուրդ ջան։ Մեր կապերով ես հիմա վստահ եմ ինձ նայում են նաեւ ընկերներ, ովքեր շփվում են իրար հետ հրեաների հետ։ Ես իմ կապերը օգտագործում եմ, ես իմ հրեաներին հուշում եմ։ Դες չի որ պարապ նստած եմ։ Բայց ինչքան շատ այնքան ավելի խոսքը շուտ տեղ կհասնի։ Ցավոք Նետանյահուի համարը չունեմ, WhatsApp-ի համարը չունեմ, որ զանգեմ ասեմ, էլի ասում եմ ջան։ Այդ 35-ից զրկելու ամենակարճ ճանապարհը այդ երկու ճանապարհն է, կամ օգնում ես ընդ դատարանով շուտ եզրակացությունը ստանանք, կամ երկուսի իրար հետ։ Համ արխիվներից եք պատահական հանում սա, որպես ապացույց, պատահական։ Փաստը։ Եվ զուգահեռ ընդդեմ այդ շուտ եզրակացությունը ստանում ենք, այսինքն համ փաստը, համ եզրակացությունը եւ վերջ։ Եվ Թուրքիան միանգամից ծնկի է գալի։ Այն ժամանակ այս քոարց բանի նկարին խփողը կդնեն Էրդողանի նկարը կսկսեն խփել։ Ասեք։ Բայ Թուրքիան ինքան ախր հեշտ է մասնատել, դուք չեք պատկերացնի, բայ։ Թրամփի գործելն է ծանր։ Նոր դատախազ ուզում նշանակի, իսկ 1200 հոգի նախկին, որոնք աշխատել են այնտեղ դատախազական համակարգում, դեմ են դուրս եկել հայտարարություններով, որ այս նոր նախագահ, այս նոր դատախազը ինքը ընդհանրապես հայտարարություն է, ինքը հանցագործ է, ինչպես Դոնալդ Թրամփը, 1200 մարդ սորագություններով դուրս են եկել այս նոր նշանակման դեմ։ Սա Եգիպտոսի ֆուտբոլի թիմի մարզիչն է։ Պաղեստինի բանոն դրոշակով է դուրս եկել եւ գիտեք ինչ է հայտարարել, որ եթե մեկը ոչ մի բան չի զգում Պաղեստինի ցեղասպանության նկատմամբ, ուրեմն նա մարդ չի, human չի էլի։ Սա վերաբերվում է բոլոր ցեղասպանություններին։ Նույնը կարելի ասել, ով բան չի զգում Արցախի էթնիկ զտումների նկատմամբ, էլի նույն սերիայից է, ով էս վիդեոին նայելով ոչինչ չի զգում, էլի նույն սերիայից է։ Իսկ այսօր օնլայն ցեղասպանությունը այս Գազայում, ես ինչև սա մասին ասում, որովհետև հայկական տարածքում կա մարդիկ ասում, դու ձեզ ինչ է, ինչ է կատարվում Գազայում։ Դեք Nike, message. Nike. В июне 1920 года воздух в Киликии был горячим не только от солнца, но и от предчувствия предательства. Там, где всего 2 года назад армянские легионеры под французским флагом победоносно вступали на землю своих предков, теперь царила гнетущая тишина. Որտեղ 20 թվականի ամռան ասա Կիլիկիայումը այս զորքերը, որոնք կռվում էին ֆրանսիացիները կողք կողքի, հաղթում էին ճակատներում, իրանք մնացին մենակ ցեղասպանության դեմ։ Французские войска, которые должны были быть гарантом безопасности, тайно вели переговоры с Мустафой Кемалем. Որովհետև այս գործընկերը, որի հետ հայկական լեգիոնները կողքի կռվում էին, թաքուն բանակցություններ էր անում, բանակցություններ վարում Քեմալի հետ։
Եվ արդյունքում ֆրանսիացիները գնացին շատ արագ մենակ թողելով ամբողջ Կիլիկիայի բնակչությանը փոքրաթիվ զորքով մեծականակ թուրքական զորքի դեմ։ Այս համար որ ցեղասպանությունը ազգություն չի ճանաչում։ Երբ որ մարդ որովհետև ցեղասպանության մեջ դնում է իրան կարելի է, ասան չի կարելի, ինքը արդեն մարդ չի։ Չի կարելի ցանկացած բառը։ Իմ համար ինքը չի կարող լուրջ մարդ լինել։ Սա բան չի, պատերազմ չի, ասեն պատերազմով է հարձակվել են, պատասխանը չէ ցեղասպանությունը։ Արդեն 3 տարի, 2.5 տարի ավել ձգվող, էլ չեմ ասում ամբողջ 70 տարի նախորդ։ Այն ասում որ արդեն Եգիպտոսի թիմի մարզիչն ասում ֆուտբոլի, որ արդեն հնարավոր չի չտեսնել։ Ոչ մի քաղաքական շահ չի կարա ստիպի մարդուն ասել քեզ ինչ է, ոստե քեզ ինչ։ Դու կարող ես քո քաղաքական շահերով ասես լավ, չսեղմեմ դրա, չխոսամ, էլի չեմ ների, բայց ինչու՞տեղ կհասկանամ, բայց որ ասես քեզ ինչ, այսինքն ինչ, ոնց թե։ Բեր դեպքում ինչի ենք մենք այս ամեն ինչի վրա նեղանում։ Ինչի ենք ասում ամբողջ ցիվիլ աշխարհի առաջ այրին կոտորեցին 15 թվականին։ Դա ցեղասպանությունը սկսում է 1895-ից մինչև 23 թիվ է, ոչ թե մենակ 15 թիվ։ Իսկ 20 թիվն է հələ։ Այս ջարդերը 20 թիվն է, ուտես գնացել է մինչև 23 թիվ։ Բա եթե մենք հիմա ասում ենք ամբողջ ցիվիլ Եվրոպայի առաջ, բա մենք ո՞ս կարող ենք նույն բանին ասենք, որ մեզ ինչ է, կամ քեզ ինչ է։ Այդ դեպքում մենք իրանցից ինչով ենք տարբերվում։ Վստահ այն ժամանակ էլ դեր Փարիզում նստած Ելիսեյան պալատներում ասում են, մեզ ինչ է։ Մեզ ինչ է, հայերին ինչքան պետք էր օգտագործեցինք, մեզ ինչ պետք է ստացանք, այն ամբողջ Միջին Արևելքը մերն է, դեռ արդեն ունենք Լիբանան, Սիրիա եւ այլն։ Մեզ ինչ որ պետք է ստացել ենք, հիմա կարելի ասել դե գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Սա ընդամենը 1 ամիս հետո է Սլովակիայում Սևերի պայմանագիրը, որտեղ Իլիկյան չմտավ։ Պիդրովիլսոնի բանի մեջ Իլիկյան չկա։ Ինչի՞։ Դե տրված է Ֆրանսիայի բանի տակ, պրոտեկտորատի տակ։ Ֆրանսիան թույլ տվեց։ В середине июня между ними было заключено перемирие, которое для армян стало смертным приговором. Союзники уходили, оставляя десятки тысяч армян один на один с турецкой регулярной армией и бандами разбойников. События развиваются с молниеносной быстротой. Вокруг Аджна сжимается турецкое кольцо. Этот город, запертый в горах, превращается в неприступную крепость. 20 и 21 июня накал боев достигает пика. С высот Аджна армянские защитники видели, как на горизонте пылает Сис, древняя столица Киликийского армянского царства. В середине июня Сис был вынужден эвакуироваться. Французы дали всего несколько часов. Или уходите с нами, или оставайтесь и подвергнитесь резне. Население ушло, но армянские добровольцы сдаваться не собирались. Началось ожесточенное сопротивление. Пока французы отступали, армянские отряды самообороны переходили к партизанской войне. Ночные внезапные атаки, самодельные взрывные устройства и умелое использование горных проходов. Каждое ущелье Киликии превратилось в оборонительный рубеж. В последние дни июня Киликия напоминала кипящий котел. С одной стороны отголоски героического сопротивления Мараша и Айнтапа, с другой — стягивающийся к Адане враг. В июне 1920 года воздух в Ընդամենը 2 ամիս հետո պետք է կնքվեր Սևերում, Փարիզում, հենց իրենց մոտ հայտի պայմանագիրը։ 2 ամիս առաջ ամբողջ Ադանան, Կիլիկիա, Աջնը կուրն էին տվել։ Մեր կյանքում էլ ինչ լինի, որ մենք հասկանանք, որ դաշնակիցը լավ բան է,
Բայց ամեն վայրկյան կարող ասի, excusez-moi, գործ ունեմ ես։ Sorry, ամեն վայրկյան իրան կարող են ասել, նույն բրիտանացիներն էլ կարող են ասել են, ֆրանսիացիներն էլ կարող են ասել են, բոլորը, ամերիկացիները այնքան հեշտությամբ են ասում, կեֆդ կգա։ Այն ռուսների մասին չեմ խոսում, ռուսների մասին, իրանք անում են, հետո էլ ասում են իդեալական օպերացիա իրականացեցինք, այսինքն էլ մարդ ազգ չի մնացել, որ մենք չլինենք դաշնակից, օգնենք հաղթի պատերազմում, վերջում էլ երկու մեջտեղի մատը մեզ ցույց տան, ասեն դե հիմա գնացեք։ Այտենց էլ ազգ չի մնացել։ Չգիտեմ, երևի մեկ էլ բան է, մենակ երևի հնդիկների մեկ էլ ասեն չի, իրանցիները չեն եղել դաշնակից, ասենք մեկի դեմ կռվեք, ասենք եղել է հռոմի ժամանակ, հա, բայց 2000 տարի անցել է այնց։ Էլ ինչ լինի մեր կյանքում, որ ասենք դասի դաշնակցությունը կարևոր բան է, հա, բայց զորքը քոնը պետք է լինի։ Ղեկավարությունը քոնը պետք է լինի, անվտանգության երաշխիքը դու պիտի լինես։ Դու։ Իսկ հենց հիմա Հայաստանը անվտանգության երաշխիք չունի։ Նույնիսկ հապկի անդամ չի, հասկանում եք, Նիկոլը ինչի է բերել Հայաստանը, տեսեք։ Տնտեսությամբ ոչ մեկի հետ չկանք։ Իհատմա չկանք։ Եվրոմիություն չենք կարող լինել օբյեկտիվորեն։ Մենք չենք բռնում ոչ մի ստանդարտներով։ Մեր կերածը Հայաստանում թույն է, այնտեղ թույն չեն ուտում։ Իմջելոց նույն թույնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներ չի գնում նահանգներից Եվրոպա ապրանք չի գնում սնունդ, իսկ Եվրոպայից եկած ապրանքներն էլ մաքուր սնունդը Ամերիկայում շատ թանկ է։ Իմջելոց հարգելի դիտողներ, աշխատեք գնելուց եվրոպական սնունդ գնել։ Ես արդեն չգիտեմ ինչ անել այդ առումով։ Ես լուրջ խնդրեմ արդեն Ամերիկայում սնունդ առնել։ Եթե կարող եք գնեք բացառապես եվրոպական։ Ինչ է։ Ուրեմն տեսեք, ռազմական իմաստով մենք ունենք ոչ մի երաշխիք չունենք։ Տնտեսությունը ոչ միտեղ չկանք։ Մեր թշնամին օթային 3 երկրների հետ համատեղ զորավարժություն է անցկացնում։ Ամբողջ բարձունքները Փաշինյան Նիկոլը նվիրել է իրան։ Հայաստանում առյուծ են սատկացնում։ Ածն ընկել է առյուծի տիրոջ վրա, որ 15 հոգով կարողանան անպայման գցեն այդ մարդուն գետնին։ Որ ասեն, տես Նիկոլ, քո նման ճիվաղի երազանքը իրականացեցինք։ Ու սա ծապտվող կլներ անպայման։ Վստահ եղեք սան ծապտվող կլներ։ Գիտեք ովքեր են ծապ տալի այդպես ման։ Իրենց ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Ինչ որ մեկին գցել գետնին, թեկուզ ուրիշի ձեռքով։ Թեկուզ ուրիշի ձեռքով։ Գիտեք ով է երազում գցի գետնին ուրիշին նվաստացնի։ Էս էլ ասեմ ուսանով եզրափակեմ։ Ում որ ամբողջ կյանքը գցել են գետնին ու նվաստացրել են։ Ում սիրել են, ում քաջալերել են, ում հարգել են, ում պատվել են, ինքը նման բաների չի հաճույք չի ստանում, հակառակ, ինքը թույլ չի տալի, ինքը նման բան չի անում երբեք։ Հետևաբար, Նիկոլին եւ իր ամբողջ ճիվաղախմբի տարիների նվաստացումը, տասնյակ տարիների ստորացումն ու նվաստացումը, դա գալու է ժողովրդի վրա։ Ու նայեք ձեր կողքերը, ովքեր ծափ են տալի։ Ինքը իրան է տենում այդ ամեն ինչի մեջ։ Դու արդեն կարաս բացես իր պատմությունը, ասես գրքի նման կարդաս։ Մարդ, որին ընտանիքում չեն սիրել, որի վզակոթին տվել են ասել են ձենդ կտրի, որը ոչ մի աջակցություն չի ունեցել, որի կյանքի նպատակն է եղել վրեժ խնդիր լինելու ամեն ձևով։ Ինքը դրան ասում։ Գնացեք ցանկացած հոգեբանի հարցրեք, ինքը կասի դից։ Ցանկացած։
ու մեր հասարակության մեջ մի հսկայական մաս փաստորեն հենց տենց էլ մեծացել է, տենց էլ ապրում է, տենց էլ երեխա է դաստիարակ։ Սանով եզապակին ժողովուրդ ջան, այսօր ամենասկանը, աղացիկ։